Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 14-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այսօրը։ Մեկ օր բաց ենք թողել հունիսի 13-ը, որովհետև պետք է տեսանյութեր անեմ և չեմ հասցնում այդքան տեսանյութեր անել։ Նաև ուզում եմ նշել, մինչև դուք սա կնայեք, աստղաբանության ալիքում խոսել եմ Սատուրնի մասին, իր նշանակության մասին, ես խոսել եմ Սատուրնի բացասական էներգիաների մասին, ըստ տների, իսկ հիմա ընդհանուր Սատուրնի մասին, որովհետև իրոք շատ վախեր կան, և որոշ չափով իհարկե պետք է նաև վախենալ Սատուրնից, որովհետև նա և սահմանների մոլորակն է, իհարկե, այնտեղ ամբողջը ասում եմ, և պլյուս դե իրեն համարում են մահվան մոլորակ նաև, այդպես, եթե կհետաքրքրի կարող եք նայել, իսկ ինչպես գտնել, եթե տեղյակ չեք այդ ալիքի մասին, կարող եք գտնել մեկնաբանության բաժնում կամ վերնագրի տակ, եթե սեղմեք, այնտեղ բոլոր տվյալները կան։ Ազատ լինելու դեպքում ժամերը կգրեմ, եթե ազատ չլինեմ, ապա այդ դեպքում կարող է նաև բաց թողնել ժամերը։ Ահա, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Ինչ է գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 14-ին։ Բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, գիտեք, նայեք ավելորդ ժամանակ ուղղակի չվատնեք, որովհետև կորուստ ունեք, այսինքն անիմաստ խոսակցության վրա, անիմաստ միգուցե վեճի վրա, այդպես հետո վերջում ասեք, ուֆ, ինչ մի ընկել էի, անիմաստ սրա հետևից կամ ժամանակս վատնեցի։ Նաև կարող եք քննարկել ինչ-որ մեկի հետ որոշ հարցեր, լեզվակռվի մեջ մտնել, նաև բամբասանք է սա, որ մարդիկ կան, ովքեր բամբասում են, և փորձեք չխառնվել այդ բամբասանքին, որովհետև կորցնեք նաև ձեր հեղինակությունը։ Այդ օրը կարող եք ձեզ մի փոքր թույլ զգալ, ավելի այնպես ոնց որ կամ շատ արագ հոգնեք, կամ տրամադրությունը անընդհատ ընկնի, այսպես, մեկ ձեզ լավը զգաք, ոգևորված ինչ-որ բան ուզենաք անել, մեկ էլ օրինակ հոգնեք և նստեք, ոչինչ չուզենաք անել։ Այդ օրը ոմանք անակնկալներ ունեն, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, միգուցե ծնունդ է, միգուցե ոմանց համար ժամադրություն է, և դա է ձեր անակնկալ, միգուցե նաև շատ մեծ անակնկալ է, նվեր է, որը ևս ձեր տրամադրությունը կբարձրացնի, և ինչ-որ մի բան է սա, որը զարգանում է, առաջ է գնում, լինի դա հարաբերություններ, լինի դա աշխատավայր և այլն և այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթ։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 14-ին։ Սովորել, ինչ-որ մի բան ձեռք բերել, գիտելիք ձեռք բերել, նաև ոմանց համար գաղտնիք է բացահայտվելու, այստեղ սիրո թեման է, ընտանիքի թեման է, նաև կարող է լինել գործնական պայմանագրի հետ կապված և այլն նման թեմա է, որը կբարձրաձայնվի։ Այդ օրը կամ գաղտնիք կբացահայտվի, օրինակ ինչ-որ մեկը իր զգացմունքների մասին ձեզ կասի, կամ մեկ այլ հարց սա կարող է լինել։ Նաև ինչ-որ պայմանագիր, չնայած ինքը կիրակի է, կարող փոխվում է, օրինակ այս քարտերը այնպես չի, որ հենց անմիջապես այդ օրը կարող է լինել, կարող է երկուշաբթի տեղափոխվի և որևէ պայմանագիր կնքեք և շատ ուրախ եք այստեղ։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, ոմանց հարսանիքի հրավեր կստանան, կանեն, նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն այստեղ, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, միգուցե ձեր երկրորդ կեսի հետ կապված ինչ-որ մի բան է լինում և դրա համար դուք լավ եք զգում։
Նաև գործարք է, գործարք արդեն երկուշաբթի օրը կկնքեք կամ այդ օրը նաև մի կողմից սովորելու եք ինչ-որ մի բան և մյուս կողմից օրվա ընթացքում անդադ նույն բանն անեք։ Դες շատ սեր կստանաք ընտանիքի կողմից, բոլորի կողմից այդ օրով, որ կլինի ձեզ շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 14-ին։ Փոքր խոչընդոտներ կան, այստեղ եթե գնում եք վիրահատության, նայեք, ես Facebook-ում նշել էի, ճիշտ է, ջնջել եմ, բայց էլի կնշեմ, օրեր կան, որ չի կարելի հենց տվյալ օրգանները, եթե լսում եք լուսնային, ապա ես այնտեղ եւս ասում եմ այդ մասին, թե որ օրգաններին չի կարելի կպնել այդ օրը։ Նեմար պետք չի, այստեղ կարող է էմոցիաների ազդեցությունը լինի, եթե վիրահատությունը չի, ապա այստեղ կարող եք բարկանալ, էմոցիոնալ լինել եւ օրինակ ձեր կյանքից հեռացնել ինչ-որ մեկին, օրինակ եթե տղամարդ եք, այս կնոջը, միգուցե ձեր ընկերուհուն, միգուցե նաեւ վիրավոր եք, ձեր ընկերուհուն, ձեր ծնողին, էմոցիաների ազդեցության տակ է դա լինում։ Տեսնենք ինչն է պատճառը խոչընդոտների։ Փոփոխություն է տեղի ունեցել ձեր կյանքում եւ չեք կարողանում։ Դա բնական է, ոչ բոլոր փոփոխություններն են, չէ՞, որ այդքան հաճելի են մեզ կամ կարողանում ենք ընդունել այդ պահը։ Դա նաև հղիությունը կարող է լինել, ծննդաբերությունը կամ այդ պահում եք, հիմա գտնվում ոնց որ հղի եք եւ ամեն ինչ ձեր վրա ազդում է։ Տեղափոխությունը նույնպես է, այստեղ կարող խոչընդոտներ լինել, ինչ որ մեկը չկա, ինչ որ մարդ չի աշխատում, ինչ որ մարդիկ չկան, որ օգնեն ձեզ տեղափոխվեք կամ տարածքը կամ ինչ որ տեղ բնականից բնակարան, ինչ որ խնդիրներ կան։ Եվ կտրուկ քայլ կարող եք անել այդ օրը, կտրուկ որոշում կայացնել, կտրուկ քայլ անել, ինչ որ հարցի վերաբերյալ, նաև ուշադիր եղեք այդ օրը, թե աշխատում եք սուր գործիքներով, որպեսզի ձեզ չվնասեք, եւ դուք ոչ անսպասելի եւ կտրուկ ոչ մի բան կանեք, եւ ինչ որ մի բան է, որ մարդու կյանքում տեղի ունենում այդպես անսպասելի, դա նաև ոնց որ կյանքից հանում ես ինչ որ մեկին, կտրուկ հանում ես կամ կտրուկ ասում ես սա պետք է անեմ, նա։ Եվ գիտեք, այս քարտը ինձ համար եւ լավն է եւ վատն է, այսինքն մարդու կյանքում կտրուկ փոփոխությունները կարող են լինել նաեւ լավը, ինչու՞ չէ։ Մարդը հիմքից փոխում է իր կյանքը, հիմքից փոխում է այն վատ պահերը, որը կա։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք, ոչե կնոջ աղջկա հետ։ Այստեղ ոմանց համար այստեղ անսպասելի ծանոթություն է։ Հյուր կունենաք, կտրուկ ինչ որ չի ասում ով է, բայց հյուր կարող եք գալ իր մասին տեղեկություններ կարող եք իմանալ, կամ իրար հետ ճանապարհ կգնաք, կամ ինքը կգա ձեզ մոտ, կամ դուք եք գնում իր մոտ, այդպես։ Եվ իրենց կարող եք փաթեթ ստանալ, եթե դրսում է ապրում, կամ եթե դուք եք, կամ այդպես ուղարկում եք, դա արդեն տեղափոխվի երկուշաբթի օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օրը մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 14-ին։ Այստեղ ոմանք կայցել են գեղեցկության սրահ, ոմանք կայցել են բժշկական կենտրոն, կոսմետոլոգի մոտ, նաև ձեր ծնողներին կայցելեք, ոմանց գործերը այդ օրը դանդաղ են ընթանում, բայց դուք լավ առույգ կլինեք եւ լավ առաջ կտանեք ձեր գործերը, չեք թողի այդպես դանդաղ ընթանա։ Եվ նաև ոմանք ճանապարհ կգնան երկար, ոմանք բավականին շատ ճանապարհներին կլինեք, այսօր կողմ կգնաք օրվա ընթացքում, ոմանք գործուղման կարող են գնալ եւ շատ զրույց, շատ խոսակցություն, հնարավոր է նաև բամբասանք է, հնարավոր է նաև լեզվակռիվ է, այնպես որ եթե զգում եք, որ հասնում այն աստիճանը, որ պետք է արդեն իրար հետ վիճեք,
Մեկը մյուսին հանգիստ թողեք, այդպես մի շարունակեք, որ չվիճեք։ Նաև խոսակցությունը կարող է լինել, օրինակ, այստեղ ճանապարհի հետ կապված, տեղափոխության հետ կապված։ Կարող է օրինակ ձեր ծնողին վերցնում եք եւ իրար հետ այդ օրը երկար ճանապարհ եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 14-ին։ Շատ աշխատանք։ Եթե չեք աշխատում, դա կարող է տեղափոխվում է հաջորդ օրը, աշխատանքի տեղ ինչ-որ մի նորություն եք իմանում, նաև դա կարող է լինել ուսման կենտրոնը, որ հետո կարող եք, ոնց որ մտածում եք գնաք այնտեղ, պետական ոչ է հիմնարկություն, սա նաև պաշտոն է, միգուցե Կիրակի է ձեր պաշտոնը բարձրացնում, որ երկուշաբթի օրվանից օրինակ աշխատեք արդեն մեկ այլ դիրքում, մեկ այլ տեղում առաջ են տանում ձեզ եւ այլն։ Նաև սա հիվանդանոցն է, այդ օրը կարող եք այցելել, Կիրակի է եւ ոչ մեկ չի արգելում, հուսով եմ չի արգելում։ Նաև կարող է բժշկական կենտրոն է, բայց նաև եթե տանն եք աշխատում, սա շատ աշխատանք է, միգուցե պատվերներ են, միգուցե այնպես է ստացվում, որ պետք է Կիրակի օրն էլ նաև աշխատել, եթե ինչ-որ մի տեղ եք աշխատում։ Նույն դեպս հաջողություն ունեք։ Հաջողությունը նոր դռներ է բացվում, ոմանց համար այդ օրը կարող է աշխատանքի ընդունելության ժամանակ է եւ դռներ է բացվում, նոր հնարավորություններ, նոր աշխատանքի վայր, կարող է բիզնես եք ուզում բացել, պլաններ եք կազմում հաջորդ օրվա համար, եւ եթե վիրահատություն ունեք, հիվանդանոց եք գնալու, ապա եւս այնտեղ հաջողություն կա։ Նաեւ ձեր շրջապատում կան խորամանկ մարդիկ, ուշադիր եղեք, թե աշխատանքի վայրում դա կարող է լինել թե մեկ այլ տեղ, նաեւ դա խաբեբաներ են, ուշադիր եղեք։ Այստեղ եթե ձեզ խոստանում են օրինակ, ինչ-որ մեկը գալիս է եւ ձեզ խոստանում է, որ այս աշխատանքն անենք շատ լավ կլինի, հաջողություններ կլինեն, ապա մի փոքր այդտեղ խաբեություն կա, լավ վերլուծեք, նոր մերժեք կամ նոր ընդունեք, միշտապեք։ Միգուցե դուք եք ավելի խորամանկություն անում, որ աշխատանքի վայրում առաջ գնաք, կամ օգտվեք այդ դռներից, որոնք որ այդ օրը ձեզ համար բաց են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 14-ին։ Այդ օրը ոչ է կոնկրետ ուղի եք ընտրելու, կարծես թե ձեզ մոտ միշտ ոնց որ սա է, թե չէ։ Միգուցե նաև խառնում եմ։ Ինչ որ ուղի եք ընտրելու, այդ օրը հստակ, սա եմ անելու, այսպես եմ անելու, հա։ Այդ ուղին կամ կորոշեք այդ օրը դեռևս օրինակ։ Վաղվանից, երկուշաբթի օրվանից այսպես եմ անելու, այնպես եմ անելու։ Յուրաքանչյուր մարդ կապված է այն ոլորտի հետ, որ ձեզ հետաքրքրում է։ Միգուցե ոմանք բիզնես են բացում, ոմանք վերջ էսպես եմ սկսելու աշխատել, չեմ խոսելու ոչ ոքի հետ, բոլորը եկեղեցանի են, ինչ որ բան է, որ մարդը կորոշի այդ օրը։ Եվ ուրախ կլինեք, տրամադրությունը շատ բարձր կլինի, էմոցիոնալ կլինեք, էմոցիաներով լի, բայց ուրախ էմոցիաներով։ Տեսնենք։ Ով է այս տղան, ում հետ կհանդիպեք, պետական աշխատող կարող է լինել ձեր շրջապատի մարդ, այսինքն ձեր ընկերը, տարիքով անձնավորություն կամ ավելի իմաստուն մարդ, նաև նա կարող է ձեր կյանք մտնելով ձեր կյանքին նոր իմաստ տալ, սա կարող է նոր ծանոթություն է ոմանց համար, եւ կարող է լինել սիրային եւ կարող է լինել ոչ, հա, մարդիկ կան, չէ՞ որ մենք ծանոթանում ենք եւ ինքը շատ հաջողություն է բերում մեր կյանք։ Եվ սա նույնպես, այսինքն գուցե լայն շրջապատով մեկն է, միգուցե քո նման է մտածում եւ քեզ առաջ է տանում, չէ՞ որ եթե քո նման են մտածում, քեզ այսպես թե այնպես առաջ կտանեն, որտեղ քո ամեն ասածին չեն քննադատում ամենակարևորը։
Նման ինչ որ մեկն է, որը ձեր կյանքին նոր իմաստ է տալու, թե սիրային թեմայով, թե մեկ այլ։ Միգուցե ձեր տղան է գալիս է տուն եւ արդեն ոնց որ հանգստանում եք, արդեն ձեր կյանքը իմաստ է ստանում, առաջ լարված էիք, վայ երբ է գալու տուն եւ այլն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 14-ին։ Այդ օրը ոմանք երեխաների հետ կանցկացնեն, թոռների, գուցե իմանում եք, որ թոռ եք ունենալու, գուցե հղիություն է սա, ծննդաբերություն է սա, նաև նոր սկսվող մի բան է, նոր հարաբերություններ, նոր բիզնես, բայց այստեղ նայեք, նոր սկսվող բանը պետք է անպայման այդպես լուրջ վերաբերվել, որովհետև այստեղ նայեք լուրջ չի վերաբերվում մարդը, նոր է սկսել, նոր հարաբերություն է, բայց լուրջ չի վերաբերվում այդ հարաբերությունը, խոչընդոտներ կլինեն, նոր բիզնես է բացում, նոր ինչ որ բաներ է ուզում սկսել եւ դրան լուրջ չի վերաբերվում, մեկը ինքն իրան կգնա առաջ, մեկը տեսա ինչ եմ անում, մեկը ասա ինչ եմ անում եւ խոչընդոտներ կլինի։ Դրա համար յուրաքանչյուր բան ինչը որ ուզում եք այդ օրը սկսել, ավելի լուրջ վերաբերվեք եւ ավելի եթե բիզնես է, ապա լավ գրանցեք, լավ հետազոտեք, նոր սկսեք, եթե նոր հարաբերություններ, ապա հասկացեք այդ հարաբերություններից ինչ եք ստանալու, նոր հետո մտեք հարաբերության մեջ, հա, մի խոսքով նոր մի բան է։ Այստեղ նաև ես կարող եմ ասել, որ եթե ծննդաբերություն է եւս, հա, պետք է ավելի լուրջ վերաբերվել։ Այստեղ օրը ոնց որ տանում է, եթե դու լուրջ չվերաբերվես, դու կունենաս խոչընդոտներ, այդպես է։ Ինչ էլ որ ուզում է սկսեք նոր բան։ Թեկուզ երեխաների հետ կապված։ Թեկուզ միգուցե պետք է իրոք շատ արագ գրանցեք երեխաներին, դե ասում եք, հա դե ժամանակ կա, դե ես իմին, մեկ էլ հոպ բախվում եք խոչընդոտների, որովհետև արդեն կայքը ծանրաբեռնված եւ չեք կարող օրինակ գրանցել ձեր երեխաներին։ Եվ նման այլ բաներ։ Մի խոսքով այդ օրը պետք է ամեն ինչին շատ ավելի լուրջ վերաբերվել, քան նաեւ այստեղ կարող եք երեխաներին տանել բացա խաղատուն, խաղան երեխաները։ Ուղղակի խոչընդոտներ կան այսպես թե այնպես այդ օրը։ Խոչընդոտներ կան հենց դա է, որ ես ասեցի, ինչ որ մի բանը, որ նոր եք սկսում եւ ուզում եք ինչ որ ցանկություն ունեք ինչ որ մի բանի հասնելու, պետք է անպայման լուրջ վերաբերվեք, այսքանը կարող եմ ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Այդ աղջիկը կամ հանդիպելուց այդ աղջկան, գուցե ընտրության առջև եք, գուցե տղա եք, մտածում եք հանդիպեք արդյոք կամ ինչ հագնեք։ Նաև կարող է ինչ-որ ձեզ ինչ որ բան է առաջարկել այս աղջիկը եւ մտածում եք։ Ընտրության առջև եք կանգնած, գուցե աշխատանքի հետ է կապված, գուցե մեկ այլ բան է, որ էլի ընտրության առջև եք կանգնած։ Նաև կարող է ինքն է ընտրության առջև կանգնած եւ ձեզանից խորհուրդ է այդ օրը հարցնում։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը եւ դռներ են բաց, այնպես որ օգտագործեք այդ հնարավորությունը, հա, օգտվեք այդ բաց դռներից ձեր գործերը անելու համար։ Հաջողություն ունեք։ Մեծ հաջողություն է, որը ձեզ սպասում է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 14-ին։ Այստեղ մի փոքր խոչընդոտներ կան, տեսնենք ինչ է, գուցե խոչընդոտներ կան, երբ դուք ոնց որ ընտրում եք ինչ անել, ինչպես այն լուծել։
Այս տեսնենք։ Այստեղ գիտեք, ինչ-որ մի բան ոնց որ դժվարանում է անեք, եւ դուք իրոք ընտրության առջև եք կանգնած լինելու, թե ինչպես դա անեք, ավելի ինչպես հեշտ լինի դա անելը, որովհետեւ ոլորտ է այստեղ, խոչընդոտները հենց դա են, որ չի լինում ավելի հեշտ անել, ինչ-որ խնդիրներ կան եւ չի ստացվում անել։ Սա հեշտ լինելու քարտն է, սա կարող է ինչ-որ մեկին եք ուզում հանդիպել, տեսնել, խոսել եւ չի ստացվում, դժվար է եւ ընտրության առջև եք կանգնած։ Այստեղ սիրային թեմային կարող էի ասել, որ նեղացել է, փորձում եք հաշտվել, կամ ինչ-որ եզրեր եք փնտրում, կամ ինչ-որ մեկին եք խառնում, միևնույն է, չի ստացվում, եւ ընտրում, այստեղ նաեւ նամակ եք գրում։ Դա սիրային թեման է, այստեղ կարող է փաստաթղթի հետ է կապված խնդիրը, կարող է ինչ-որ փաստաթուղթ պետք է ստանայիք, չեք ստացել։ Նաեւ գրում եք, նամակ եք գրում ինչ-որ մեկի, միգուցե օգնության համար, միգուցե որ օգնի ձեզ ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Կարող եք նաեւ ուղղակի այստեղ նոր ծանոթություն լինել եւ նամակագրական կապի մեջ լինել, ոմանք իհարկե։ Դե այսպես թե այնպես ինչ-որ դժվարություններ կան այդ օրը ինչ-որ բան անելու համար։ Այսքանը ձեզ համար, հուսամ այս մարդը ձեզ կօգնի, կաջակցի, թեկուզ մտքերով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 14-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Նաև դրսում գտնվող վայցը մեկից տեղեկատվություն կստանաք, լուր կլսեք, միգուցե նաև ինչ-որ գործեր եք անում օտարերկրի հետ կապված։ Խոսքով այդ օրը ձեր ցանկության կատարման օրն է։ Նաև այդ օրը ոմանք կարող են վիճել ինչ-որ մարդկանց հետ, միգուցե ցանկությունը դրան այդպես եք հասնում, ձեր ցանկությանը վեճի գնով, նաև տուն կարող եք մաքրել, այստեղ հանդիպում կամ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, միգուցե տուն եք մաքրում, որպեսզի տվյալ անձնավորությունը գա եւ ամեն ինչ մաքուր տեսնի, ամեն ինչ նորմալ տեսնի։ Այս չի բացառվում նաև վեճ ընկերոջ հետ կարող է իրար չեք հասկանում, միգուցե այն ընկերն է, ով որ դրսում է ապրում։ Միգուցե այն մեկն է, ում հետ որ շփվում էիք, դրսում է ապրում, հավատարմության հետ է կապված վեճը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 14-ին։ Բավականին առիթ կլինեք այդ օր այսուհեն կողմ կգնաք, ճանապարհներ կգնաք, կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ դրսում, կամ դուք կփորձեք մարդկանց հետ ծանոթանալ դրսում։ Հյուրեր կարող եք ունենալ այստեղ եւս հետ է ցույց տալիս տունը կամ դուք եք գնում հյուր մարդկանց։ Նաև նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեզ մոտ։ Տան հետ կապված հարցեր կան, որոնք որ այդ օրը շատ հաջողությամբ կլուծվեն, եթե ինչ-որ խնդիր կար տան հետ կապված, եթե վարձը չեք տվել, եթե ինչ-որ մի բաներ եւ այլն, ապա կանեք։ Միգուցե նաև ավարտեք ու բորկան, չնայած եղանակները այնպեսին չեն, որ մարդիկ ու բորկա սկսեն նաև ավարտեն, որովհետեւ դեռ Աստված է վերևից անում են ինչ որ պետք է աներ։ Նաև դրա համար էլ այստեղ ոնց որ կարող դա չի, կողմ մեկ այլ հարց է, մեկ այլ բան է, կողմ վերանորոգում եք անում եւ այդպես հաջողությամբ ավարտում եք։ Ամենայն դեպս այդ օրը բացի տան գործերից նաև ունեք ինչ որ հաջողություն, հաջողակ ոչ մի բան, ինչ որ մի բան կանեք եւ դա հաջողությամբ կավարտեք։ Միգուցե գործ եք անում, միգուցե այդպես աշխուժ գործ եք անում, միգուցե տան գործեր եք անում, օրինակ տուն եք վաճառում այդ օրը հաջողությամբ կամ տալիս եք վարձով հաջողությամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 14-ին։ Անակնկալներ ունեք, լավ պահեր, ուրախ պահեր, միգուցե ծնուն է, ստեղնեք, առիթ ունեք եւ այդ առիթը շատ հաջողությամբ կանցնի դեպ։ Եթե հասարակության հետ կապված ինչ-որ գործեր ունեք, դա եւս հաջողությամբ կանցնի այդ օրը։ Անակնկալ նվերներ, ուրախ պահեր, ինչ-որ բան զարգանում է, առաջ է գնում, նաեւ դա կարող է ժամադրություն ոմանց համար եւ ծաղիկներ նվեր ստանաք։ Մի խոսքով հաջողություն ունեք յուրաքանչյուր ոլորտում այդ օրը եւ ոմանք առիթի են, ոմանք ինչ-որ հասարակության մեջ կարող լինեն, ինչ-որ մի տեղ գնաք, որտեղ շատ մարդիկ կան, այգի եւ այլն, ինչ-որ տեղ, կինո, թատրոն, որտեղ որ իրոք հա մարդիկ շատ են կամ սա մարդը ոնց որ սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Այսինքն մարդկանց հետ է սկսում աշխատել, իդեպ հաջողություն կլինի, այնպես որ սկսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։